Բողոքը զուտ այդ նոր հունվարի 1-ից, 25 թվականի հունվարի 1-ից խոչընդոտում է։ Դրա պատճառով շուկաներում առևտուրը անկում է ապրում, մարդիկ չեն գալիս, գնորդները չեն գալիս, գնումներ չեն անում, այն պատճառով յուրաքանչյուր վերցնենք օրինակի համար, ես տոնավաճառում եմ աշխատում, այո, վերցնենք վերավաճառող խանութներին, որոնք որ օգտվում են, սնվում են շուկաներից, իրենց խանութներում վաճառելու համար, ապրանք են ձեռք բերում, խոսում ենք այդ մարդկանց հետ, ինչ են ասում այդ մարդիկ։ Դե բոլորս գիտենք, ժամանակին բոլոր տնտեսվարողները հնարավորություն ունեին ապրանքը թղթավորված ապրանք ունենալ, ձեռք բերել, վաճառել եւ վճարել 5%, դրա համար հարկ։ Այդ հունվարի 1-ից որ փոխվեց օրենքը, ուժի մեջ մտավ, այն ապրանքը, որը որ չունի թղթավորված չի, չունի թուղթ, պետք է գույքագրվի եւ հարկը 10% վճարվի այդ ապրանքի համար, ընդ որում հաշվի չեն առել կառավարությունը, որ ժամանակին 5% աշխատանքի ժամանակ մարդիկ ապրանքներ են պայստավորել, մեկը 10 միլիոնի, մեկը 50-ի, մեկը 100-ի, պայմանական, ինչի համար այդ մարդը 10% վճարի, որ ժամանակին 5%-ով թույլատրել են, որ աշխատի, դա մեկ, երկրորդը, որ ասում են խանութները սնվում են շուկաներից, ինչ են ասում այդ մարդիկ, ասում են մենք տարակուսանքի մեջ ենք, չգիտենք ինչ անենք, որովհետև շաբաթը մեկ, ամիսը մեկ, 10 օրը մեկ օրենքները փոփոխվում են այս երկրում, ոնց որ կայուն չի օրենքները, մենք ընդհուպ մտածում ենք կարող ենք այսօր թղթավորված ապրանք գնենք, տանենք մեր խանութներում, դնենք օրինական, ձև աշխատենք, ու վաղը միսուր մի օրենք փոխվի ու մենք գնենք պրոբլեմի առաջ ընդհուպ թղթավորված ապրանքի դեպքում ու չեն լրացնում իրանց վաճառված ապրանքների խանութներում, բնականաբար դրանով էլ մեր աշխատանքը նվազում է, մեր վաճառքը նվազում է, դա է խնդիրը ամբողջ, թե 10%-ը խնդիր է ընդհանուր։ Հիմա հույս ունեք, որ կընդառաջեն ձեր այս բողոքին։ Ես ոչ թե հույս ունեմ, որ կընդառաջեն, ես պահանջում եմ, որ ընդառաջ, ոչ թե ընդառաջեն, այլ վերանայեն այս ամեն ինչը, ի սկզբանե մեր պայմանը ինչումն է կայանում, մենք հանդիպումներ ենք ունեցել և ԱԺ-ում ենք հանդիպում ունեցել և կառավարության շենքում ենք հանդիպումներ ունեցել, մեր պահանջը նրանում է այս օրենքը կասեցնել, նստել երկխոսության, մենք պատրաստ ենք հարկ վճարել, մենք ուզում ենք հարկ վճարենք, նենց չէ մենք խոսափում ենք դրանից, բայց խելամիտ կերպով, այնպես երկխոսության որ նստենք, այնպես որոշենք, որ համ պետությանը հարմար լինի, պետությունն էլ հարկ վերցնի, որ պետական ծախսերը կազմակերպի, և մի բան էլ վերջում մեզ մնա, մենք չենք ուզում աշխատենք, հարկերը տալ, ոչ թե չեն ընդառաջել, լուծում չեն տալիս այս ամեն ինչին, ասացին մենք կնայենք, կվերանայենք, կորոշենք, մենք ազգային ժողովում հանդիպելուց Բաբկեն Թունյանն էր, եթե չեմ սխալվում Արման Պողոսյան, Ֆիննախից, մեր զրույցից հետո, որ իրանք հարց ու զրույց էին անում իրանց պատգամավորներով, կառավարության նիստ էին անում, Բաբկեն Թունյանը ներկայացրեց պարոն Փաշինյանին, որ հանդիպում է եղել ԱԺ-ում տնտեսվարողների հետ և տնտեսվարողների հարկի դրույքաչափի մասով առարկություններ չունեն, բայց մենք հենց դրա համար էլ գնացել էինք, որ մենք առարկություն ունենք դրա մասով, ինձ ետևյալն ասում է, իրենք ասում են, որ պետք չի ստվերում պահկված մարդկանց մանր և միջին բիզնեսի միջոցով ման գալ, թող խոշորների մեջ ման գալ, բնականաբար էլի թող խոշորների մեջ ման գան, թող մանրի մեջ էլ ման գան, մենք չենք ասում թող ման չգան, բայց ամբողջ բեռը պետք չի մանր և միջին բիզնեսի ուսերին դնել, ու մեր միջոցով, չգիտեմ, ճիշտ մտածված չի։
Հերահար ինչ նպատակներ ունեն, դուք համաձայն եք, որ այս ամենը հերահար նպատակներ ունի, որ ձեզ ուզում են վերել հետագայում նաև ավելացված արժեքի հարկ, այսինքն այս ամենով չի ավարտվելու։ Տեսեք, ավելացված արժեքի հարկի մասով ես իմ պատկերացումն ունեմ, յուրաքանչյուր տնտեսվարողը պետքա հասնի այդ աստիճանի աճի, հա, իր շրջանառությունը պետքա մեծանա, որ ինքը այդ հարթակում աշխատի։ Իրանք ասում են, Փաշինյանն ասում էր, որ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, որպեսզի փոքր միջին բիզնեսի ներկայացուցիչը կամ փոքր բիզնեսի ներկայացուցիչը աճելու մոտիվացիա ունենա։ Դե տեսեք, օրենսդրությունը հասկացա հարցը, օրենսդրությունը, երբ որ իրենց ինչ-որ մի բան պետք է, իրենք կարող են, չէ՞, օրենսդրությունը փոխեն, կետերը փոխեն, որ թույլ տա։ Այս դեպքում էլ թող նիստ հրավիրեն, օրենսդրությունը փոխեն, մի հատ կետ ավելացնեն, որ թույլ տա այդ օրենսդրությունը, ինչու՞մն է խնդիրը։ Դուք տեղյակ եք, այս փոփոխության արդյունքում արդեն տևական ժամանակ է, այս փոփոխությունը կա ըստ էության։ Եղել են բիզնեսներ, որ փակվել են, եղել է բիզնեսներ, որ չեն կարողացել հարկային պարտավորություններ վճարել եւ ինչ է տեղի ունեցել։ Փակվել են մարդիկ։ Օրական իմ ոլորտում, իմ շրջապատի դե բնականաբար ամեն մեքենայի աքսեսուարները, դե մեկս մյուսին ճանաչում ենք, շփվում ենք իրար հետ, շատերը կան, օրինակ խանութներ կան, որոնք որ ժամանակ են սնվել են, մեզանից վերավաճառել են, այսօր գալիս է ասում է եղբայր, խանութը փակում եմ, որովհետև այս հարկատեսակով ես հնարավորություն չունեմ աշխատելու, որովհետև այն աշխատանքը մենք չունենք, որ մի հատ էլ այս տեսակ հարկերը վճարենք, ինչ կլինի, այն ապրանքը, որը որ ժամանակին ես քեզանից գնել եմ, այդ մնացորդը բերեմ քեզ հետ տամ։ Ասում եղբայր, դա խնդիր է։ Դա էլ է խնդիր, ես չեմ կարող այսօր քեզանից այդ ապրանքը հետ վերցնեմ։ Իմ հետ մարդը, որ այդ ապրանքը ինձանից հետ բերի ինձ հետ տա, նշանակում է պետք է իրանից գնեմ։ Իմի ես որ իրանից գնեմ, պետք է թղթավորված ճանապարհով գնեմ։ Իրանից որ թղթավորված ճանապարհով գնեմ, այդ մարդը արդեն պետք է հարկ վճարի։ Ես էլ այդ ապրանքը որ ժամանակին վաճառել եմ իրեն, ես արդեն դրա համար հարկը վճարել եմ։ Ես իրենից գնեմ նորից վաճառեմ նորից հարկ, այսինքն մի ապրանքը 100 անգամ պետք է հարկվի, այդ սիստեմն է դրված մեր երկրում։ Սխալ է դա։ Տեսեք, առաջին անգամ չի, որ ազգային ժողովում հանդիպման են, կառավարության մոտ բազմիցս եղել եք։ Հիմա դուք իսկապես կարծում եք, որ ձեր պայքարը որևէ արդյունք կտա, որտեղ կարծես թե ոչ մի արդյունք մինչև այսօր ունեցած պայքարը չի տվել։ Գոնե այդպիսի տպավորություն կա։ Գիտեք տպավորությունը ինչու՞մն է, տեսեք, ի սկզբանե այս ամեն ինչը մեր ակցիան որ սկսվել է, օրենքը որ ուժի մեջ մտավ, ինչ էր ասում օրենքը, ասում էր փաստաթղթավորված ապրանքը գույքագրեք եւ վճարեք 10% եւ ունեցեք թղթավորված ապրանք, կարող եք մինչեւ 1% նվազեցնել։ Այդ մինչեւ 1% նվազեցումն էինք ուզում հասկանայինք դա Իրանից ինչ է ներկայացնում, ոնց մանեկանք չգտանք այդ 1%-ի նվազեցման մասը, հա, ու այս մեր բողոքի ակցիաների շնորհիվ, թե օրենքում կար նման բաներ գրված, թե նոր են ավելացրել մեր բողոքի ակցիայից հետո, ես կարծում եմ կար գրված, ուղղակի չէին լուսաբանում, չէին իրազեկում տնտեսվարողներին, որպեսզի տնտեսվարողները այդ կետերից չօգտվեն։ Ինչ էր կատարում վարձավճարները, հա, որտեղ որ իրականացնում ենք մեր գործունեությունը, այդ տվյալ տարածքի վարձակալությունը չէր ծախսագրվում, ՀԴՄ-ի համար վճարումներ ենք անում, չէր ծախսագրվում, գրանցված աշխատողը չէր ծախսագրվում, մի խոսքով այն ծախսերը, որ մենք անում ենք, դա ոչինչը չէր ծախսագրվում։ Այսօր կամաց փուլ առ փուլ, կոպիտ ասած, ոնց որ մի քիչ սխալ համեմատություն է, որ շունը հաճումը մի ոսկոր գցում են դեմը, որ ձայնը կտրի, այդպես պատկեր է ստացվում, հա, մենք բողոքի ակցիան բարձրացնում ենք, ասում են լավ, սա կարող եք ծախսագրել։ Մենք հաշվարկ ենք անում, այդ միայն դա ծախսագրելով մենք մեր ծախսերը չենք կարում, նորից մեր բողոքի ակցիան բարձրացնում ենք, լավ, սա էլ էսպես արեք, լավն էլ էսպես արեք։ Եթե հնարավոր է այդ ամեն ինչը ի սկզբանե բոլոր տնտեսվարողներին, բոլոր հաշվապաներին իրազեկել, ես մտածում եմ, որ պետք է հաշվապահական միություն լինի, սեմինարներ լինի,
օրենքը ընդունելուց առաջ այդ մարդկանց պետք է վերապատրաստեն իրենց հաշվին, չէ՞ որ յուրաքանչյուր ծախսը կառավարությունը որանում է, դա մեր վճարած հարկերից է, յուրաքանչյուր բանը։ Թույլ այդ ծախսերն անեն, մարդկանց իրազեկեն, պատրաստեն, որպեսզի մենք մեր հաշվապաներին հարցը տանք մեզ ուզող, մեր հարցին հաշվապան պատասխան ունենա։ Օրենքը ընդունել էին հունվարի 1-ից, մենք բոլորս խառնված հաշվապային, դե ամենաառաջինը մեր հաշվապային պետք է հարցը տանք։ Ասում ենք ինչ ա լինելու, ասում է դեռ մենք ոչինչից տեղյակ չենք։ Կարող է եւ կառավարությունն էլ տեղյակ չէ, դեռ ինքը ինչ ա ուզում անի, այսինքն այս պատկերն է մեզ մոտ։ Ու ինչ որ մնում է մի բան էլ կավելացնեի, շատ է պատտվում այն հարցը, որ ասում են, որ միայն Նիկոլ Փաշինյանն է բոլոր հարցերը որոշում, ինքն է, եթե միայն ինքն է որոշում, ես առաջարկ ունեմ կառավարությանը, թող բոլորին գործից ազատեն, հա, պետք չի մեզ այդ, եթե այդ մարդիկ բան չեն որոշում, մեր տված հարկերից աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում, ծառայական մեքենաներ են ստանում, մեր տված հարկերով գնված, թող այդ բոլորին աշխատանքից ազատեն, բյուջեում գումար կմնա, Նիկոլ Փաշինյանն էլ թող բոլոր հարցերը որոշի, ինչու՞մն է խնդիրը, եթե այդ մարդիկ բան չեն որոշում։ Ինչի համար այդ ինստիտուտները, ինչի համար են պահում։ Ես չգիտեմ, իմ մոտ ավելի շատ տպավորությունը ես Բաբկեն Թունյանի օրինակը բերեցի հարցազրույցի ժամանակ, հարցուպատասխանի ժամանակ մեր հանդիպման ներկայացումը, հա, որ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին, որ մենք 10%-ի մասով հարկի առարկություններ չունենք, բայց մենք իրականում ունենք։ Միգուցեև Նիկոլ Փաշինյանին սխալ են իրազեկում, ճիշտ չեն իրազեկում, ճիշտ չեն հասցնում։ Ես կոչ կանեի Նիկոլ Փաշինյանին։ Ակցիաներ են իրականացվում, եւ կառավարության արժեվ են։ Տեսեք, հիմա կյանքը նենց բան է, որ եթե վաղը որոշի պետությունը, որ մեր բնձամոլիբդենայինից այնքան հանքը ընդերք ունենք, մենք հարուստ, հա, որ մեր հայազգը կարա չաշխատի եւ ամսական ամեն ընտանիքը մի 400,000 դրամ պետության կողմից գումար ստանա։ Եթե նման բան որոշեն, իրականացնեն, կգտնվեն են 15-20 հոգին, որ հրապարակում կկանգնեն, կասեն, գիտեք ինչ կա, մենք բողոքում ենք, 400,000-ը քիչ է, մեզ 800 է պետք։ Կարող է Նիկոլ Փաշինյանը այդ հայացքով է նայում մեր բողոքի ակցիաներին, որովհետև այլ բան է իրան իրազեկվում, ինքը այլ բան է պատկերացնում։ Դրա համար ես Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում, թող ժողով հրավիրի, անմիջապես տնտեսվարողների հետ խոսի, ամեն շուկայից 2-3 հոգի թող գան, ընդհանուր պատկերը ներկայացնեն, ոչ թե 50 միլիոն հարկ վճարողներին կանչի, այլ իր ասած 10 միլիոն տարեկան առևտուր իրականացնող մարդկանց թող կանչի, որ ասում է հնարավոր է օրը 27,000 դրամի առևտուր անելը, դա ինչ թիվ է։ Իրանք այդ թվերը որ չգիտեն, մեծ թվեր են տեսնում, չեն պատկերացնում, որ մարդիկ կարող է օրը 27,000 դրամ։ Մարդիկ կան ընդհուպ մեր ժողովրդական լեզվով ասած սխտա չեն անում, 3 օր ոչինչ չեն վաճառում, բայց այդ մարդիկ ծախսեր ունեն, չեն տեղավորում։ Այդպես, շնորհակալություն։